Զբոսաշրջության առումով, որ ասում եք, որևէ ձև հարցը այնպես հնչեց եւ հարցին պատասխանվեց, որ ձեր մեկնաբանությամբ զբոսաշրջություն նույնիսկ այստեղ օգուտ է ստանալու։ Երեք Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության համակարգող գրասենյակը հայտարարություն տարածեց այսօրվա լսումների վերաբերյալ, հայտնելով իր մտահոգությունը նման տարածաշրջանում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու, որը նաև խոցելի է դարձում տարածաշրջանում հետագայում հանքարդյունահանման տեսանկյունից եւ կոչ էր անում զերծ մնալ, որովհետեւ միանշանակ այնտեղ կային պնդումներ, որոնք որ ռիսկերի է ենթարկվելու, որովհետեւ այս գյուղը ինքը արդյունաբերական գյուղերը, այստեղ գյուղական էկոլոգիական զբոսաշրջություն է եւ միգուցե նույնիսկ հարյուրավոր, իսկ ապագայում չգիտեմ հազարավոր զբոսաշրջիկներ են գալու եւ գյուղը հաստատ շահագրգռված չի լինելու մի քանի մասնագետների այստեղ մնացող գիշերակացով, այսինքն այդ ապագան ինչ որ համեմատելի չէ, այն ամենի հետ ինչ որ ստեղ հիմա կատարվում է այս գյուղում կամ միտում է նկատվում մյուս գյուղերի մեջ։ Եվ նաև այստեղ ամեն դեպքում նշեմ, որ այստեղ պարոն Կոստանդյան, դու լավ ուրեմն տեղեկացված եք, որ Եղեգնուտ եւ Դևետ բնակավայրերը ընդգրկված են վայրի բնության հիմնադրամի Հայաստանի կողմից իրականացվող էկոլոգիական միջանցքների խթանում Հայաստանում ծրագրում։ Եվ այստեղ նաև տարածքներ են հատկացվել այդ միջանցքների, այդ էկոլոգիական, նաև լիլա այսպես ծրագիրն է այստեղ իրականացում, իդեպ որի հետ Փամբակի համայնքապետարանը պայմանագիր ունի կնքված, բնապահպանական մեծ ծրագրեր են իրականացում, հիմա այստեղ կարող է ասենք, գիտեք ինչ է, այս կետը, այդ կետին չի համապատասխանում, բայց նրանք հարակից են եւ ընդհանրապես ժպիտ կառաջացնի այն պնդումը, որ գիտեք 2 կիլոմետր այդ սահմանից հեռու է, էլի։ Դրա համար ես ասում եմ ռիսկերի մասին, որ ձեր իսկ համայնքում, ձեր իսկ ռազմավարությամբ իրականացվող էկոլոգիական ծրագրերը ենթարկվում են ռիսկի, եթե իհարկե դուք հայտնեք դիրքորոշում որպես համայնքի ավագանի, որ դուք կողմ եք տվյալ նախաձեռնությանը։ Եվ այստեղ շատ կարևոր է նշել, որ հիմա կարող է խոսենք երկրաբանական ընդհանուր ուսումնասիրությունների մասին, որի հետ ես մասնագետների հետ համաձայն եմ, որ այս փուլում մեծ ռիսկեր, վտանգներ չկան, բայց ինքնին պաշարների հայտնաբերումը ենթադրում է, որ տվյալ տարածքի վրա ուժեղ արդեն այլ ձևի ոլորտային ճնշում է իրականացվելու, օրինակ, եթե հաստատվել են ամուսարում տվյալ պաշարները, այնտեղ հիմա հանքարդյունահանում է գնում եւ դուք գիտեք հասարակությունը ինչքան ձայն բարձրացրեց, ի վերջո այդ ձայնը կարծես թե տեղ չհասավ։ Դրա համար հենց հիմա է, որ գյուղը կարող է որոշել իր ապագան, այսինքն պետք է նշել նաև, որ էտել են ասելու, որ գյուղին շատ մոտ չի, բայց դա ամբողջ մի տարածաշրջան է, այսինքն էկոհամակարգ է ընդգրկում եւ կապ չունի, էլի։ Այդ տեսեք Շամլուղում հանքավայր կա, բայց այդ ամբողջ տա ենթաշրջանը դուք վերցնեք, այնտեղ հիմա զբոսաշրջություն չի զարգանում այս բանը։ Այսինքն ինչ որ պատահական տներ կան եւ այլն կան, ասենք որ փորձում են ինչ որ բան անել։ Եվ ամբողջ տարածաշրջանը ինքը ընդհանրապես իր տրամաբանությունն է փոխում, դրա համար ինձ թվում է գյուղացիները իրենք պետք է որոշեն, թե ինչի հետ են կապում իրենց ապագան, հատկապես եւ հանրույթի իհարկե, հատկապես որ ձեր ռազմավարությամբ, ձեր համայնքի կողմից հաստատված ռազմավարությամբ հանքարդյունաբերությունը ինքը ընդհանրապես առաջնայնություն չի, իսկ զբոսաշրջությունը եւ կանաչ զարգացումը իրենք առաջնայնություն են եւ հպարտ տողեր կան նաեւ այնտեղ գրված այս տարածաշրջանի էկոլոգիական կարևորության եւ էկոլոգիական ծրագրերի վերաբերյալ։ Ինձ թվում է դա կարևոր հանգամանքներ են, որ պետք